մեկ շաբաթը եւ այս վերջի 2 օրը ավելի ինտենսիվ գլխավոր դատախազը մեր հարցերին չպատասխանելով անդերձ նաև մեղադրանքները ներկայացրել այսօր էլ երեկ էլ խորհրդարանում հնչել են որ պաշտպանները անիմաստ միջնորդություններով ձգձգում են դատական պրոցեսին։ Հիմա ես հարց ունեմ ձեզ։ Մենք ենք դատական պրոցեսը ձգձգել։ Բացի նրանից, որ վիրավորականը հնչել, թե պաշտպանների, թե մեր հասցեին, նաև ես կարծում եմ վիրավորանքը դատարանի հասցեին, որ դուք անիմաստ միջնորդությունների տեղ եք տալիս։ Միգուցե հղում են արել դատախազների ասածներին, որ ասենք մի քանի նիստ շարունակ նույն տեքստը կարդացել են։ Միգուցե դա են նկատում, չգիտեմ։ Բայց վերագրել են մեզ, ասելով, որ պաշտպանները գլխավոր դատախազն է ասել, այսօր խորհրդարանում մի ճոխաշրթունք իշխանուհի է ասել, որ մենք անիմաստ միջնորդություններով դատական պրոցեսը ձգձգում ենք։ Այդպես է։ Չէ, հարց եմ տալիս, պատվարժան դատախազ։ Չէ, հարցին չեմ պատասխանում։ Չեք պատասխանում, որովհետև այդպես չի։ Ես ուզում եմ արձանագրել հատկապես լրատվամիջոցներին։ 4 անգամ մեր Արթուր Սարգսյան, Իգոր Սարգսյան, Կարո Օկումուշյան չեն ներկայացել դատարան, որովհետև պատշաճ կերպով չեն ապահովել իրենց ուղեկցությունը, չեն բերել, ուղղակի հետաձգվել են դատերը։ Մեր պաշտպանները 5-6 հոգու պաշտպանություն են հանձնառնում, որպեսզի դատական գործընթացը չհետաձգվի, մենք կարողանանք հասնել։ Ես անձնապես հայտարարել եմ, որ մենք շահագրգռված ենք, որ արագ գնա պրոցես։ Հիմա գլխավոր դատախազն է հայտարարում եւ պատգամավորներ ինչ որ անցածն են։ Երկրորդ պատվարժան դատարան, քանի որ ես հնարավորություն չունեմ, երեք խորհրդարանի փոխոսնակ կոչված անձը ասել է, ուղղակի հայտարարել է, ասել է, որ ես տերորիստական ակտ եմ կազմակերպել։ Ուղղակի հայտարարություն արել, որի մասին ինքը պետք է պատասխան տա։ Ես անընդհատ զգուշացնում եմ, ես դատարանում անընդհատ հնչեցնում եմ, որ այս մարդիկ սանձերը թողել են, անմեղության կախարդակացներ են խախտում։ Սա անարգանքը նաև ոչ միայն մեր, այլ դատարանի հանդեպ։ Եվ այո, պետք է մենք դիմենք ըստ այդմ գործ հարուցելու նորից այս անձի նկատմամբ եւ ես վստահ եմ, համոզված եմ այս անգամ ինքը իր վախկոտ ընկերների պես չի գնալու դատարան ասի քաղաքական հայտարարություն ունենալ։ Երրորդը, ինչ որ մեկը ինձ անվանում է գար գրկող։ Ասեմ ձեզ, հագեոգրաֆիայի մեջ, սրբանկարչության մեջ գար գրկողը Քրիստոս է։ Եթե ինքը ինձ համեմատում է Հիսուսի հետ եւ պաշտամունքի առարկան փոխել է իր կուռքից անցնելով ինձ, ես մեղա Աստծո, մեղք եմ գործում եւ հրաժարվում եմ այդ պաշտամունքից։ Բայց ասեմ, գառը Քրիստոսի գառը Քրիստոսի խորհրդանիշն է։ Եվ ես հպարտ եմ, որ գառ գրկող եմ եւ ոչ թե խոս խանձող եւ ներողություն եմ խնդրում, որ չեմ կարողացել ոչ խոս գրկել, ոչ զարած գրկել, ոչ լամա գրկել, ոչ էլ ուղ գրկել։ Բայց այն, որ իրեն գտնվում են թուրքերի եւ ադրբեջանցիների գրկում, դա փաստ է։ Ակնհայտ փաստ, բոլոր դրսևորումները ներողություն պատմել դատարան։ Եվ երրորդ ուզում եմ ասել, կարճ եմ, վերջացնում եմ։ Երրորդը ինչ որ մեկը դարձավ Ռուբինյան ազգանունով անցակում, ասում է, որ ինձ չեն հիշում։ Կհիշեն, թե չեն հիշի, հիշում են, թե չեն հիշում ինձ, դա իմ անձնական խնդիրն է, բայց որ իրեն են, իր ընկերներին են,
ամբողջ փաթեթով, անցյալով, ներկայով, գերեզմաններով այս ժողովուրդը հիշոցով հիշելու է, դա փաստ է։ Որ եթե սա դնում եք դատանի, որպես որ կարգադիրները նաև գալիքին ապահովեք սարքի կանոնը, եթե որևէ մեկը գալիքին նստած հանվացի, չեն կարգի ապա դիպ հարագիր։ Սա կարգադիրները